ես միշտ գերազանցիկ եմ եղել, լուրջ եմ եղել, ոնց որ օրինակ էլի, ես ստիպված այդ դերը խաղացել եմ, ես ասում եմ դե դու լուրջ ես, միշտ ասում ես այդ դերը խաղացել եմ, որտեղ ուրիշ ճար չունի, ես տան մեծնեի, 6 երեխայինք եւ ես պետք է օրինակ ծառայի, որ այնպես էլ է մանկարությունն էլ որ պետք է ստիպված չարություն չանես, ես չարություն չի անում, իմ փոքր եղբայրս իհարկե չարություն էր անում, բնականաբար։ Ձեր հայրն էլ ուսուցիչ էր մաթեմատիկայի, այլընտրանք չունեիք քան։ Այլընտրանք չունեի, այդպես լուրջ մնաց։ Ես կարամ մի տարօրինակ դեպք պատմեմ, ինչ կապ ունի Բեթհովենը կարծես թե ֆիզիկայի հետ, չէ՞։ Ուրեմն մի թեմա կար, քվազի առազգական ուժ, ֆիզիկոսներ լավ գիտեն, դենտուկ լավ չեք իմանա։ Չէր ստացվում այդ թեման ինձ մոտ։ Ես զգում եմ, որ ոչ ուշներին էի կարողանում համոզել ոչ էլ աշակերտներին։ Հետո հիշեցի մի հրաշալի ստեղծագործություն Բեթհովենի Լուսնի սոնատան։ Լուսնի սոնատան Բեթհովենը գրել է վերնագիրը Quasio sonata։ Այդ նշանակում է իբր թե սոնատա, այսինքն ոչ սոնատա, ոչ սոնետա, ոչ սոնետինա։ Եվ ես մտածեցի, հիմա այս էսպես quasi բառից կապա, դե quasi շկամա իբր թե։ Դասից առաջ ես դրեցի այդ այնժամ կլասիկաներ էին։ Սկսեց նվագել, երեխան ասեց, գիտեք սա, դե բոլորը գիտեին, Լուսնի սոնատան ով չգիտի, աշխարհում դες մարդ ես չեմ պատկերացնում, որ չիմանա։ Ասի այսա կոչվում է quasio sonata, իսկ ինչ նշանակում quasio sonata, դա նշանակում է իբր թե։ Հիմա մենք մի հատ ուժ ենք անցնելու, որը կոչվում է quasi ուժ։ Հիմա կարակ ասեք այդ ուժը թե ուժ չի։ Դա quasi ուժ է, իբր թե ուժ է։ Դա այն ուժերն են, որոնք ասեք փոխում են F հավասարակայքի սոր։ Դրանից հետո արդեն բոլոր աշակերտները արդեն quasi առազգական ուժի գիտեին։ Շատ պարզ ինչ որ ասոցիատիվ բան գտնես։ Եթե այդպես է սկսում, արդեն դու պետք է նպատակ դնես։ Մենք այսօր պետք է հասկանանք quasi առազգական ուժը ինչ է։ Կամ ամենահասարակ բանը ֆիզիկայի ցանկացած դաս, եթե դուք հիշում եք ձեր ֆիզիկայի դասերը, երևույթ ենք ուսումնասիրում, չէ՞։ Երևույթը տեսել ենք, երևույթը զգում ենք, մեզ աշկի վրա զգացել ենք։ Դի որպես այդ երևույթը նկարագրենք, մենք պետք է ինչ որ մի այբուբենջ արենք, այսինքն մտցնենք ֆիզիկական մեծություններ։ Լավ դուք գիտեք, ամենառաջ ֆիզիկական մեծությունները մտցրել են մեր վայրի նախնիները, արագություն, ճանապարհ, տեղափոխություն, դրանք པարզ պետք է համոզել երեխային, որ դրանք շնչառու առարկային, դրանք մեծություններ չեն, դրանք շատ կարևոր են։ Եվ եթե կարողանաս դու համոզել, որ սա շատ կարևոր մեծություն է, առանց նրան դու չես կարող այս խնդիրը լուծել, այս խնդիրը լուծել։ Դա հնարավոր չի, դա պետք է համոզվի։ Դու ինքդ պետք է համոզվես, ուսուցիչը պետք է շատ համոզված լինի։ Կարողանա պարզ բառերով, օրինակ իմ սիրած բանը արագացված սահմանումը, երևի դուք դե չգիտեք։ Արագացումը, արագության փոփոխությունը։ Չգիտեի, բայց արագացումը հիշեցի։ Բայց ես ուրիշ սահմանում եմ տալիս եւ երեխեն եւ պահանջում այս սահմանումը դու։ Արագացումը արագության փոփոխության արագությունն է։ Դու եթե բառախաղ է, բայց իրականում շատ կարեւոր է։ Ինչպես արագ է փոխվում այդ մեծությունը, դա կոչվում է արագացում։ Այ եթե դու ինքներդ պիտի հնարես, ես համարյա թե գլուխ չգովամ իհարկե, գրքեր եմ շատ գրել, ուսների համար մոտ մի 7-8 փոքրիկ գրքեր եմ գրել 70-ից 70-ական թվականներին։ Այն ժամանակ սարսափելի բան էր տպվելը, մի բրոշուրը տպելու, 50 էջանոց բրոշուրը տպելու համար։ Ամիսներ պետք է չարչարվեիր, գլավ լիտը պետք է 2 ամիս պահեր, պետք է ծանոթներ ճարեիր ռայկոմում, ծանոթներ ճարեիր նախարարությունում, այնց ոք առանց ծանոթի ոչ մի բան չէր ստացում։ Շատ տարօրինակ երկիր էր, բայց զարգանում էր։ Կրթությունը զարգանում էր։ Բոլորը հասկանում են, որ եթե դու լավ ես սովորում, ուրեմն լավ պետք է ապրես։ Այ եթե այդ բանը իմ մոտ փոքր ժամանակից է եկել, իմ papas էլ էր ասում, որ ով լավ սովորում է, լավ էլ ապրելու է։ Ով վատ է սովորում, վատ է ապրելու։ Եվ դա ճիշտ է, արտասահման Եվրոպան դա է։ Լավ սովորողը լավ աշխատավարձ է ստանում, վատ սովորողը վատ աշխատավարձ։ Եվ վատ աշխատանքի է, այսպես ասած։ Պարոն Ազբեկյան, բայց այդ լավ վատ սովորելու մեջ ընդունակությունների գործոնը չկա։ Հիմա գենետիկորեն կան մարդիկ, դուք այդ տեսակետին ինչպես եք նայում, որ գենետիկորեն կան ընտանիքներ, որտեղ երեխաները սովորելու ունակություն չունեն, թե որպես այդպեսի ունակություն չկա այդպես հասկացություն։ Բայց հնարավոր չի, որ դա ինչ որ ունակություն չունենա։ Ինչ որ մի բանից նրա ուժը է, պրոստը ծնողը պետք է շատ, նախ ծնողը պետք է շատ զարգացած լինի։ Մեր ծնողը պետք է իրոք
մեծ մանկավարժ լինի, որ որ պետք է գտնի իր երեխայի ուժեղ կողմը։ Ծնողը շատ կարևոր։ Գիտեք, մանկավարժությունը առանձնապես մեծ, եթե սահմանենք մանկավարժությունը, դա ընդամենը երկու սահմանում, երկու կատեգորիա է։ Սերը դեպի երեխաները եւ հարգել այդ երեխայի անձը։ Այսինքն դու նախ պիտի գտնես այդ ծնողը նախ պիտի գտնի իր երեխայի, նախ պիտի սիրի շատ երեխային, դա ոնց ասած կենսաբանությունը դա ոչ մի պրոբլեմ չկա այդտեղ, բայց հարգի նրա անձը, այսինքն գտնի նրա այն մասը, որ ինքը կարող է։ Կենսաբանություն, օրինակ, մաթեմատիկայի ընդունակցները, ես միշտ ասում եմ, մաթեմատիկան արդեն շատ ներողություն, մոր արգանդում արդեն մաթեմատիկոս է, բայց ֆիզիկան որպեսզի սիրի, նա պետք է լույս աշխարհ գա, նայի, զարմանա եւ սկսի հարցեր տալ, ինչու սա այսպես։ Ուզում ասեմ, որ եթե ծնողը կարողանա այդ փոքրիկ ծնողը պետք է շատ լավ մանկավարժ լինի, ծնողներին պետք է դաստիարակել իմիջիայլոց։ Մի ժամանակ տղար ծնողների ծնողավարություն, այո։ Նա կարողանա գտնի իրան երեխայի ընդունակությունների տիրույթը ոնց որ ասած։ Արդյոք երաժիշտ է դառնալու, ասմունքող է դառնալու, չգիտեմ ինչ, մաթեմատիկոս, ֆիզիկոս, թե քիմիկոս։ Դա դժվար հարց է, դա հարցերի հարցն է։ Իրոք ծնողների վիճակը խալվելու իրավունք էլ չկա, որտեղ արդյունքները հետո են երևում փոխել չի լինում։ Ես որպես ֆիզիկոս կինս էլ մաթեմատիկոս, մենք աշխատում ենք ֆիզմատ դպրոցում շատ երկար տարիներ, դե պարզը մեր երեխաները երկուսն էլ ավարտեցին ֆիզֆակը, մեր ժամանակ ֆիզֆակն էր համար առաջինը համարվում, բժշկականը շատ թանկ էր, այսպես ասենք։ Հիմա էլ է շատ հարգելի ֆիզֆակը երեխեքս իր չնայած աշխատեցին ուրիշ մթնոլորտներում եւ ֆիզիկա եւ ուրիշ մթնոլորտներում, բայց ես արդեն մենք կարողացանք նրանք տեսել էին միայն ֆիզիկա, մաթեմատիկա, ուրիշ բան չէ։ Ելքել չունի։ Հիմա դրանք անդրադառնանք գենետիկային, ֆիզիկայի գենետիկային անդրադառնանք ձեր մասով, բայց այսօր կարևոր օր էր։ Դուք էլի պատվոգրով շնորհակալագրով պատմեք էլի այսօր առավոտ ինչ եղավ Քվանտում։ Լավ, հաճելի արարողություններ, երեխաների, գիտեք, երբ որ հարավոր երեխաներ են կանգնած դասարանները սիրուն հագնված, այսօր շատ սիրուն, առաջորդն էր Քվանտ Վարժանին, բացումը լինում է շատ հետաքրքիր, ամփոփում են դասարանները, պարգևատրել լավագույն աշակերտին, լավագույն օլիմպիական հաղթողին, լավագույն մաթեմատիկոսին։ Մի խոսքով ես վերել եմ, ինձ էլ պարգևատրել էին, ուրա, այս տարվա լավագույն օլիմպիական ղեկավար։ Հրաշալի է։ Դա ինձ համար դա առանձնապես բան չէր, բայց ես շատ գոհ եմ, ես իրոք շատ հաճույքով եմ աշխատում այդ կոլեկտիվում, պետք է ասել Քվանտը մի երևի լավագույնն է բոլոր ինչքան ես աշխատել եմ կոլեկտիվում, իսկ ես աշխատել եմ 61 թվականից տարբեր դպրոցներում։ Նույնիսկ բանվորագյուղ, ուրեմն առաջի տարին գյուղական դպրոցում, երկրորդ տարին ինձ տեղափոխեցին որպես լավուսիչ կենտրոնական դպրոց շրջանային, այդ հարևոր Շամփորի շրջանն էր։ Այնտեղ բանակում ես աշխատեցի երեկոյան դպրոց։ Բայց դուք ասացիք, որ ձեր ուսուցչական կարիերան երկրորդ դասարանից եք սկսել։ Երկրորդ դասարանում այդ երեխաներին դա շատ հետաքրքիր էր պարզապես։ Բայց իրոք, գիտեք, թույլ երեխային սովորեցնել, եթե դու ուսուցիչ ես, դու ուրիշ լեզվ ես խոսում, նա քո լեզուն ավելի լավ է հասկանում, քան գիրքը, շատ հեշտ է, կարելի է մի հատ էլ խփել գլխին, ասել այդ կան դմբոյս։ Չի կարելի, մանկավարժությունը մերժում է ժամանակակից։ Երկրորդ դասարանում կարելի է դանել։ Դե որպես քո ընկերն է, քո մոտիկ ընկերն է, քո նստարին նստում է, բայց չի կարողանում այս սանտեր մաթեմատիկայի հասարակ խնդիրները լուծել։ Եվ դա դու կարող ես պարզ լեզվով խոսել։